կարող է տանեմ, ես գնացեք իրանցի փախել։ Ահա, որ նենց պայթում, որ տնից փախնենք բոլոր բնակիչները։ Ես ներսից եմ դուրս եկել, ես չիմացա, չտեսա։ Մեր ծուխը տեսել ենք ու փախել ենք, արդեն են վախը մեր սրտերն է։ Ասացին, որ մի հոգի վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց։ Աշխատակից։ Երեխեն դասերից պետք է վախեցա, աշխատանքի մեջ։ Հենա չեք տեսնում, այդի ոնց է շփրտես կողմերն ապակիները։ Բայց բնական չի, ինչ ուժգինությամբ է եղել պայթումը։ Որովհետև ստեղ լիքը ժողովուրդ էին։ Հրդեհել է եղել։ Ծուխը հելա։ Բայց ասացին ինչի հետևանքով է դա եղել, ոչ իմանչ էին խոսում։ Չէ, ինչ որ դուրս եկան ու չիմացանք ինչ է։ Արդեն վախենում ենք ստեղ ապրենք, հասկանում եք, արդեն սարսափելի է։ Ամեն մի կմփուն, ամեն մի բան մեր համար վախ է էդի։ Ու ամեն օր մեր երեխեքը ստեղ խաղում են, ամեն օր։ Արդեն ես պատկերացնում եմ, որ երեխեն այդտեղ ու ես էլ մեր վախ չեն հենց։ Էսի առանցել են վթարային շենքը։ Վթարային է շենքը։ Բա էսի քանի տարի առաջ վթարային էր եղել երկրաշարժի ժամանակ։ Ու հիմա պատկերացրեք միացած բանից այս է։ Նայեք, այսին դորա, այս այդ փոքրը ու այս հաճակը նայեք։ Հա, այսի այս դորա։ Հələ ինքն էլ տանը չի, խեղճ աղջիկը տունդել էր, հիմա վախից եսի ինչ էր եղել։ Ներսում։ Աշխատում է ներսու դեռ։ Դուս եք սպասի բանես, եսա ես դուրս եմ գալիս։ Ինչ ա եղել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք Պանորամա AM-ից ենք։ Սպասեք, հա լավ, ասենք Պանորամայա եսի ինչա, ինչ կարիք կա, գործարանա դրա տեղը ասենք։ Տեղը մի ասեք, դուք ընդհանրապես մեզ ասեք, ինչի հետևանքով է եղել պայթյունը։ Այդ լրիվ այդ տեխնոլոգիայի process-ն է։ Վարարան կա, որտեղ վարուդ է չորացում, այդ վարուդն է այրվել։ Վնասվածք է ստացել։ Վնաս ոչ մի բան չկա։ Ոչ մարդկային վնաս կա, եկավ շտաբ օգնությունը, MЧS-ը, պաժարնին եկավ, շլանգները բան չարեցին, որտեղ արդեն շատ քիչ տեղային բաներ։ Ոչ վնաս կա, ոչ ես իմ ինչ որ վիրավոր, ոչ բան։ Ընդամենը 2-3 ամիս առաջ կրկին մի պայթյուն եղավ այստեղ, եւ այն ժամանակ ասում էին տեղ զննման չի ենթարկվել գործարանը։ Այս անգամ հասցրեցին տեղ զննման ենթարկել, արդյոք այդ տեղ զննման չի ենթարկելու հետևանքով էր նաեւ երկրորդ անգամ։ Բայց մեզ մոտ անվտանգության ապահովման համար ամեն ինչ եղել է։ Հենց այդ է հետևանքը, որ ոչինչ չեղավ։ Փաստորեն դուք երգում եք, որ ինչ որ մեկին վնասվածքները տեղափոխել են հիվանդանոց աշխատակիցներից մեկին։ Իհարկե, ժողտում են, ում են տեղափոխել շտաբը։ Չգիտեմ, բնակիչներն էին ասում։ Եվ խիստ մտահոգված են, որ վթարային շենքի հարևանությամբ եւ իրենք վախենում։ Ես խնդրում եմ այդ բնակիչներից հարց տվեք բնակիչներին, ասեք դուք տեսել եք, եթե չէ ես դրանց դեմ էլ դատական գործ կբացեմ, չի կարելի այդպես արա։ Ինչ է։ Մի խոսքով սա հերթական աշխատանքային process է համարում եւ արտասովոր ոչ իման չկա։ Արտասովոր ոչինչ չկա։ Այսինքն կանխատեսել էր, այսպես էլ է պատահում։ Մենք չենք արտադրում, մենք կանխատեսել ենք դրա համար վառարանը արտադրությունից առանցին գտնվում անեց վայրում, որ պայթյունի ժամանակ ոչինչ չի լինի։ Բայց ընդամենը 3 մետր հեռավորությամբ բնակելի շենք է։ Ես տնօրենն եմ Մարտիրոսյան Վալերի։ Մենք տեղ զննում անընդհատ ամեն տարի եւ պաշտպանությունն է գալիս նայում տեղը եւ ասենք մյուս մեր վերահսկող ապարատները։ Դες որ հետո այդ տեղ զնումը ինչ ամենաշահագրգիռը մենք ենք, որ մեզ մոտ դες դեպք չլինի։ Տեղ զնումը մեզ ինչ կտա, եթե եկավ տեղ զնեց, ինչ որ բան կարգին չեղավ այդ։ Մենք ենք աշխատում, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ կա հնարավոր այս այլում, ասենք, շատ ավելի վատ հետևանքներ, եթե մենք նախորդ ձեռնարկած չլինենք։ Պայթյունի պահին մարդիկ չեն եղել վառարանի մոտ։ Եվ որևէ մեկը վնաս չի կրել։ Չի կրել ոչ մեկը վնաս։ Իսկ հրդեհ եղել էր։ Հրդեհ տեղային այդ կողքը մի քանի ասենք բան, որ հրշեջներ եկան, շլանգները փռեցին այդ իրաց։ Նորից հավաքեցին խորովակները, որտեղ արդեն մենք 2-3 ջրում մենք հացրել ենք։ Իսկ ինչ պիտի անեք, որպեսզի այսպիսի իրավիճակներից հնարավորինս զերծ մնաք։ Լավ գործ չի։ Շոր սենց փոփրելու բանը ինչ։ Հարցնում եմ, շնորհակալություն ձեզ։ Հաջողություն։ Հաջողություն։